Որքան հեշտ է Հայաստանում բիզնեսով զբաղվելը։ Բիզնես ստեղծելը բառացիորեն րոպեներ է տևում։ Օնլայն տարբերակով հենց այդքան է անհրաժեշտ ՍՊԸ կամ ԱՁ գրանցելու համար։ Իսկ դրանից հետո Բայց հետո գործունեություն ծավալելը, հատկապես եթե դա արտադրություն է, որը կապված է մի շարք խնդիրների հետ, մատակարարում, տարբեր ծառայություններ, դե հետո իրացում այդ ամեն ինչը, ապա դա մի շարք խնդիրների հետ է կապված։ Համաշխարհային բանկի կազմած Business Ready պետությունների բիզնես միջավայրի գնահատման սանդղակի համաձայն Հայաստանը 2025-ին աշխարհում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Փոխարենը հարևան Վրաստանը հայտնվել է 4-րդ տեղում։ Հարց է առաջ գալիս. ինչ են կարողանում անել վրացիները եւ ինչը չի ստացվում մեզ մոտ։ Մասնագետները բացատրում են, որ այստեղ կարևորագույն գործոնը հարկային վարչարարությունն է։ Հաշվետվությունների նոր ձևեր են սահմանում, նոր կարգավորումներ, որը բիզնեսի կյանքը բարդացնում է։ Թղթի վրա ամեն ինչ շատ լավ է, բայց մարդիկ պրակտիկ խնդիրների հանդիպում են գետնի վրա հենց մտնում են բիզնեսի աշխարհ, նշում են մասնագետները։ Իսկ խնդիրների մեծ մասը կապված են խճճված եւ բարդ օրենսդրության հետ, ինչը օրինակ բացակայում է Վրաստանում։ Բացառության բառը գրված կարծեմ հարկային օրենսգրքի մեջ, այսինքն մարդը, որպեսզի տիրապետի այս հարկային օրենսդրությամբ այդ բոլոր բացառություններին, պետք է այս կողմից գնում է այն հոդված, այն հոդվածից այն հոդված, իրանց հարկային օրենսգրքի անգամներով ծավալը փոքր է, քան մերը։ Վրացիները հնարավորինս պարզեցրել են իրենց հարկային վարչարարությունը, այնպես որ բիզնեսի համար այն առավելագույնս հարմար է։ Բացի այդ, չնայած Վրաստանում բանկային համակարգի մասնակիցների թիվը փոքր է, բիզնեսին առաջարկվող ֆինանսական գործիքներն ավելի բազմազան են։ Ֆինանսական հասանելիության խնդիրը իրանց մոտ ավելի հեշտ է։ Մեր մոտ բանկերը շատ ներողություն, բայց լոմբարդից էականորեն չեն տարբերվում։ Բիզնես անելու դյուրին լինել չլինելը միջազգային նորմերով նաև պայմանավորվում է ենթակառուցվածքների հասանելիությամբ։ Ասենք, քանի օրում արտադրողը կկարողանա արտադրամաս ջուր հասցնել։ Ենթակառուցվածքներից պետք է օգտվի, եթե արտադրությունը ինչ-որ ջրի հոսք պետք է լինի, էլեկտրաէներգիա է հարկավոր, գազ է հարկավոր, ու պարզվում է, որ գազի մատակարարը այդտեղ համապատասխան ինչ-որ կետ չունի, որպեսզի քեզ գազ մատակարարի, էլեկտրաէներգիայի մատակարարը համապատասխան կարողություններ չունի, ջրի մատակարարը չունի կարողություններ։ Խնդիրն այն է, որ տնտեսության զարգացման համար չկա այլ տարբերակ, քան բիզնես միջավայրի բարելավումը։ Այսինքն մի կողմից հրապարակվում է տնտեսական նոր դոկտրին, որի առանցքում բիզնես կարողությունների զարգացումն ու արտահանումն է, մյուս կողմից նույն միջազգային կառույցների գնահատականով փաստորեն բիզնես անելը Հայաստանում կոպիտ ասած շարունակում է լինել գլխացավանք։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։